Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Ողջույն Ֆլորա։ Ողջույն։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ հաճելի է, համեցեք։ Ինչպես եք, ինչպես է նախատոնական տրամադրությունը։ Շատ լավ, դեռևս ոչ շատ տոնական։ Ինչու։ Չեմ հասցրել դեռ պատրաստվել, որովհետև նոր եմ վերադարձել։ Որտեղից։ Բուխարեստից։ Ինչպես անցավ ուղևորությունը։ Լավ, հետաքրքիր, նոր երկիր էր ինձ համար։ Արդեն տարածված եվրոպական երկրներից հետո հերթը հասել է բացահայտել ոչ այնքան հայտնի ճամփորդական ուղղությունները։ Վերջին շրջանում շատ ակտիվ կերպով զարգանում է այդ ուղղությունը եւ հատկապես ինչը ձեզ գրավեց Բուխարեստում։ Երևի թերմերը։ Սպան Բուխարեստը շատ հայտնի է այդ թերմալ սպայով եւ ամբողջ աշխարհում կարծես թե լավագույններից է։ Բուխարեստը եւ Բուդապեշտը, եթե չեմ սխալվում։ Բուդապեշտը եւս շատ հայտնի է, նույն ուղղությամբ, ավելի շատ բացօթյա սպայերով, բայց Բուխարեստից ես չէի սպասում։ Լավ, հիմա խոսենք ձեր մասին։ Ընդհանուր, արվեստաբան, հաճախորդների խորհրդատու, ճամփորդության հետ կապված բլոգ վարող անձնավորություն, էլ ինչ կա, որ չեմ նշում։ Դասախոս։ Ինչպես եք այս ամենը համադրում իրար հետ։ Քանի որ արդեն մի քանի տարի աշխատում եմ ֆրիլանս սկզբունքով, այսինքն գրաֆիկը ես ինքս եմ գծում, բացի դասախոսությունը բավականին հեշտ համադրվում է։ Արվեստաբանի մասնագիտությունը մղվեց երկրորդ պլան, թե զուգահեռ գնում է մարքետոլոգի մասնագիտության հետ։ Եթե այսպես համեմատական վերցնենք, այդուհանդերձ մղվեց երկրորդ պլան, թեև վերջերս փորձում եմ անդադ արվեստը նորից բերել իմ կյանք եւ անմիջապես Բուխարեստից հետո հենց նույն օրը իրականացրել վերադարձիս օրը իրականացրել եմ այդ միջոցառում նվիրված արվեստին եւ այսպես ինչ որ կերպ փորձում եմ կապը պահել արվեստի հետ։ Արվեստի ո՞ր ճյուղն է ձեզ համար ավելի հոգեհարազատ։ Շատ կդժվարանամ ասել, իմ տանը երևի ավելի շատ տեսնում եք կերպարվեստից գործեր, բայց ընդհանուր առմամբ ճամփորդելուց ավելի շատ ճարտարապետություն եմ սիրում նայել, ուսումնասիրել։ Հիմա ավելի քիչ եմ գնում թանգարաններ, երբ որ նոր էի սկսում ճամփորդել, դա 20 տարի առաջ էր, այն ժամանակ պարտադիր գնում էի բոլոր թանգարանները, հիմա ավելի շատ փորձում եմ մշակույթի մեջ մտնել ճարտարապետության միջոցով, գաստրո տեսանկյունից, մշակույթ ավելի խորությամբ ուսումնասիրելով, այսպես։ Այս ամենի մասին կխոսենք մի փոքր ուշ, հիմա ձեր թիկունքում կան կերպարվեստի գործեր, նկարչության մասին է խոսքը, ում վրձնին են պատկանում այս կտավները եւ ինչ են խորհրդանշում, ինչպես են հայտնվել ձեր տանը։ Սա տան բացման արդիվ նվիրել է իմ լավ ընկերը Մհերը Մնացականյան, նկարիչ։ Հենց իր վրձնին էլ պատկանում։ Այո, իր վրձնին է պատկանում, այսպես տան գույների հետ, հետո ես ծաղիկներ շատ եմ սիրում, ուզում եի որ ինչ-որ ծաղիկ տանը մշտապես լիներ։ Թեև ոնց տեսնում եք իմ տանը բնական ծաղիկներ էլ։ Այո։ Բավականին կան։ Մյուս գործը սա պատկանում է Վահե Թևոսին։ Այո։ Էլի նույնպես նվեր եմ ստացել, արդեն տան բացումից մի քանի տարի հետո։ Այո։ Այս վերջին գործը նույնպես Վահե Թևոսի գործն է, բայց սա արդեն ես եմ, սա պատվերով գործ է, ֆոտոից է նկարված։ Սա իրականում հիմա կասեք ինչ նարցիս է այս աղջիկը, սա իրականում նվեր է, բայց քանի որ ես շատ եմ սիրել այս գործը, այն մարդուն որ պիտի նվիրեմ, ասել եմ, որ 1 տարի կպահեմ իմ տանը եւ կնվիրեմ հաջորդ ծննդյան օրը։ Որպեսզի ձեր էներգիան փոխանցվի նկարին։ Այո, երևի եւ դրա համար բացի այդ էլ մի քիչ ես ինքս կարոտս ինձնից առնելուց հետո նոր կնվիրեմ։
Դուք ձեզնից ձեր կարոտը պետք է։ Այո, սա մի քիչ տրամադրություն է հաղորդում կապված է մի հատ շրջանի հետ իմ կյանքի, որը ես շատ եմ սիրում, այդ ֆոտոն արվել է հենց այդ ժամանակաշրջանում, եւ ես ինչ որ sense անցյալի հետ ինչ որ կապ է ստեղծվում, այդ կապից եմ փորձում նախքին եսին, հա, sense ուսումնասիրել։ Եվ հաջորդ նկարը եգիպտական դիցաբանություն, ես բերել եմ Եգիպտոսից, հանրահայտ պապիրոսներից է։ Եգիպտոսն եղել է իմ առաջին ճամփորդական երկիրը, իմ դիպլոմային աշխատանքը եղել է եգիպտական աստվածների մասին, այնտեղ եւս էլի եգիպտական պապիրոսներ կտեսնեք։ Սա էլ այդպես, իրականում սա գնալու է այստեղից եւ այս անկյունը դառնալու է եգիպտական անկյուն։ Օ, այդպես արդեն որոշել եք։ Այո, երբ որ գնա իր տիրոջ տուն նկարը, այստեղ ես կավելացնեմ Եգիպտոսի հետ կապված մի քանի սիրուն պապիրոսներ եւս ունեմ, այդպես շրջանակներով դա կդառնա Եգիպտոս։ Ուզում եմ հասկանալ ինչու են ձեր տան կախված նկարները պատկանում այլ մարդկանց, որովհետև անդադար խոսում եք, որ դրանք գնալու են այլ տեղ, այլ մարդու են պատկանում, բայց գտնվում են ձեր տանը։ Չէ, դե կոնկրետ միայն այս նկարը, որտեղ ես եմ պատկերված, մենակ դա է ուրիշին, մնացածը իմն են։ Բարի։ Ով է ջահից կախված այս բալետի պարոհին։ Բալերինայա, ոնց տեսնում եք, այո, ես գնել եմ սա անցյալ տարի Heidelberg քաղաքից, գերմանական։ Այո։ Բալետը իմ կյանքում բացի այն, որ ինքը սիրելի արվեստի ճյուղ է, նաև շատ կարևոր դեր է խաղում, ես երազում էի դառնալ բալերինա։ 20 տարեկանում ես ծննդյանս օրը ստանում եմ բալետի պուանտներ եւ այդ հագուստները։ 21 տարեկանում ես իրականացնում եմ ներկայացում, մի բալերինայի հետ պարապում եմ 6 ամիս եւ այսպես մոդեռն բալետի ներկայացում է լինում, չգիտեմ կհիշեք թե չէ, Սայաթ Նովա Խանջյան խաչմերուկում կար Կոլիզեյ, այսպիսի ռեստորանակում եւ այդտեղ իմ ծննդյան օրն էր, ես այսպես անակնկալ եմ անում իմ հյուրերին եւ դուրս եմ գալիս այդ բալերինայի շորերով եւ այսպես մոնո ներկայացում եմ բալետային։ Դրանով երևի թե չիրականացած երազանքի փուլը, այսպես ասած, կամ ձգտումը բալերինա դառնալու փակվեց իմ կյանքում եւ ես մի քիչ հանգստացա այդ թեման բաց թողեցի, բայց ես շատ եմ սիրում բալետ եւ այցելում եմ եւ տարբեր երկրներում, դե Հայաստանի բոլոր Երևանում բոլոր բալետները բնականաբար ես տեսել եմ։ Այնպես որ բալերինան այսպես մնաց որպես փոքրիկ երազանքից ինչ որ հիշողություն այստեղ։ Համեմատություն անցկացնենք հայաստանյան բալետային ներկայացումների եւ արտասահմանյան բալետային ներկայացումների միջև դուք որպես արվեստաբան ինչպես եք գնահատում այսօրվա հայկական բալետային ներկայացումները։ Ես կասեմ դա շատ բարձր, շատ պրոֆեսիոնալ է այս պահին մեր բալետը եւ օպերան եւ սիմֆոնիկը առանձին եւս վերցրած եւ երբ հյուրեր ենք ունենում ես պարտադիր խորհուրդ եմ տալիս անպայման ունենալ Երևանում մշակութային օր, թատրոն, բալետ, օպերա ու հպարտորեն գիտեմ որ ինչքան էլ ուզում մարդիկ ռուսական բալետ ամբողջ աշխարհում հայտնի է, ռուսականը տեսած լինեն, անգլիական բալետը տեսած լինեն, բայց վստահ եմ որ Երևանը հաստատ հայկականը չի հաստատվի։ Լավ, մասնագիտական անցման մասին խոսենք։ Արվեստաբանից դեպի մարքետոլոգ։ Ինչու՞, նախ որովհետև շատ պահանջված մասնագիտություն էր դառնում հատկապես վերջին շրջանում, թե դուք ձեզ համարում եք արդեն մարքեթինգից հասկացող մարդ եւ փորձեցիք մասնագիտանալ դրա մեջ։ Տեսեք, անցումը եղել է շատ, այսպես բավական երկար ժամանակ է տևել, անմիջապես չի եղել մարքեթինգին անցում, եղել է անցում սելզին, վաճառքներին։ Երկար ժամանակ ես զբաղվել եմ վաճառքներով, դե արվեստով բավական դժվար է ռեալիզացվել Հայաստանում, եթե ես ապրեի Եվրոպայում, հաստատ կմնայի արվեստի մեջ միանշանակ, բայց Հայաստանում դա բավական դժվար վաճառվող մասնագիտություն է, դժվար է կոմերցիա, հա, դառնում, իսկ սելզը տվյալ, ես դες հիմա խոսում եմ 7-8 տարի առաջվա պատմություններ, սելզը այդ ժամանակ բավականին շատ հենց պահանջարկ ունեցող մասնագիտություն էր, եւ ես քիչ-քիչ սովորեցի սելզ, անցա սկսեցի զբաղվել վաճառքներով, որոնք ինձ մոտ բավական լավ էին ստացվում։ Հետո ես գնացի շվեյցարական համալսարանի մարքեթինգի մասին կուրսեր։ Հայաստանում դեռ նոր էր զարգանում մարքեթինգը եւ ես այն մարդկանց էի, ով առաջին Facebook-յան էջերն էր վարում։ Միաժամանակ 3 բիզնեսի համար էի աշխատում, էջերն էինք զարգացնում, գովազդը լրիվ նորություն էր Հայաստանի համար, Instagram դեռևս մենք չէինք օգտագործում, չկար մեր իրականության մեջ։
Եվ այսպես digital marketing-ից սկսվեց աստիճանական իմ անցումը դեպի ավելի գլոբալ մեծ մարքեթինգի աշխարհ։ Հետո ես ստացա գործի առաջարկ, տեղափոխվեցի Մոսկվա աշխատելու եւ սպասարկման տրեյներ որպես եւ արդեն որպես մարքետոլոգ, այնտեղ նույնպես նորից որակավորում բարձրացրեցի, կրկին շարունակեցի սովորել մարքեթինգի ուղղությամբ, հիմնականում ինքնուս տարբերակով եւ կուրսերով։ Հետո արդեն գնացի Դուբայ աշխատելու, նորից ռեստորանների ցանցի head of marketing, էլի customer service trainer, կրկինս 2 դաշտով ու ոլորտներով։ Հետո արդեն որոշեցի, որ ժամանակն է վերադառնալ Հայաստան եւ բերել իմ գիտելիքները Հայաստան ու այստեղ ռեալիզացվել։ Մարքեթինգի մասով կարծես թե ամեն ինչ պարզ է։ Արվեստաբանի գործունեության հիմնական գաղափարախոսությունը ո՞րն է։ Տեսեք, արվեստաբանը ռեալիզացվելու տարբեր ճյուղեր ունի։ Դու կարող ես օրինակ զբաղվել, դառնալ art dealer, սկսել զբաղվել PR-ով, էլի ու մարքեթինգով, տարբեր հայտնի եւ բոլորովին անհայտ նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների։ Դու կարող ես դառնալ նկարի կամ քանդակի ցանկացած արվեստի ճյուղի քննադատ։ Քեզ դրա համար կարող են վճարել, դու կարող ես տարբեր կարծիքներ գրել, լիցենզիաներ եւ այլն։ Իհարկե, որպեսզի դու խորանաս կոնկրետ քննադատի մասնագիտության մեջ, կրկին նեղ մասնագիտական նորից վերապատրաստումներ են պետք։ Վերջ-վերջը դու կարող ես աշխատել գիդ, ինչը ես արել եմ, ունենալ քո սեփական տուրերը, քանի որ երբ որ դու մարդկանց զբոսաշրջիկներին ցույց ես տալիս օրինակ Հայաստանը կամ թեկուզ որևէ այլ երկիր, դու պատմում ես, ներկայացնում ես եւ երբ որ դու արվեստաբան ես, դու տվյալ արվեստի օբյեկտը շատ ավելի խորությամբ ես ներկայացնում, քան օրինակ այս թագավորի օրոք կառուցվել է այս տաճարը եւ վերջ։ Դու կարողանում ես ճարտարապետական ուղղություններից խոսել, ասել ինչու այդ ժամանակաշրջանում աշխարհում ինչ ուղղություններ կային, օրինակ ես բային Գառնին եմ հիշում, որը որ հենց հունահռոմեական ճարտարապետության օրինակ է Հայաստանում։ Եվ կարողանում եմ շատ ավելի մանրակրկիտ տալ տարբեր հանելուկների պատասխանները, օրինակ Գառնու խճանկարի վրա կա ունենք գրություն, որտեղ գրել են խճանկար ստեղծողները, աշխատեցինք եւ ոչինչ չստացանք։ Եվ սա շատ զարմանալի գրություն է, ինչպես կարելի է օրինակ թագավորական բաղնիքի համար հունահռոմեական այդ նիմֆաներով, ծովի աստվածություններով գեղեցիկ խճանկար բաղնիքում պատրաստել, սարքել ու այսպիսի բան գրել։ Ու տեսեք, արվեստաբան լինելը հենց այստեղ է շատ պետք գալիս եւ օգնում, որ դու միանգամից կարողանում ես այդ ժամանակաշրջանը տեղափոխել, գնալ Հռոմ, Հունաստան, որտեղ ստոիցիզմի գաղափարախոսություն էր զարգանում, որը որ հենց հիմա շատ բավականին տրենդի է, Մարկ Ավրելիուս, գիրքը շատ ընթերցվում այս պահին, եւ հասկանալ ինչու են մարդիկ այսպես գրել, այսինքն դա ոչ թե նշանակում էր մեզ թագավորը չի վճարել այս բաղնիքի համար, սա նկարազարդելու համար կամ խճանկարը սարքելու, այլ ուղղակի կյանքի որոշակի այսպես անիմաստության մասին էր խոսում, ինչին որ դավանում էր հենց ինքը Մարկ Ավրելիուս այդ փիլիսոփայությանը եւ տվյալ ժամանակաշրջանի այսպես գաղափարախոսությունից մեկն էր։ Սա է նշանակում լինել արվեստաբան, երբ որ դու մշակութային տարբեր շերտեր կարողանում ես համեմատել, վերլուծել, պատմություն, կապել ինչ-որ տարբեր արվեստներ իրար հետ ու այլ ավելի խորը ընկալել թե արվեստը, թե մշակույթը։ Շնորհակալություն հրաշալի եւ սպառիչ պատասխանի համար։ Հիմա խոսենք ձեր թիկունքում գտնվող հուշանվերներից։ Դրանք որտեղից են հայտնվել ձեր տանը, որոնք եք դուք բերել, որոնք եք նվեր ստացել, հիշում եք դրանց պատմությունները, թե ոչ։ Իհարկե բոլորի պատմությունները ես հիշում եմ, սա իմ առաջին ճամփորդությունն է դեպի Իտալիա, ինձ թվում է դες արդեն պարզա որ սա Սուրբ Պետրոսի տաճարն է, այս էլ իհարկե կարիք չկա թարգմանելու, հա, Վենեցիան է, Վենետիկից է, այս երկուսը, սա ուրեմն Շրի Լանկայից է, հիշում եք տուկտուկները Շրի Լանկայում, սա Մալտայից է, իդեպ իմ համար լիովին նոր բացահայտում երկիր է եղել Մալտան, սրանք եւս Վենեցիայից են, սա ես ուղղակի նվեր եմ ստացել ու քանի որ ես մի քիչ դժվարացել եմ Ամանորի մասին հուշող միակ փոքրիկ ակնարկը այս փոքրիկ անկյունն է։ Այո, շատ ճիշտ եք։ Սա Քաթարից է։ Ահա։ Սա Սինգապուրից է։ Շատ եմ սիրում այս ծերուկին։ Ինչ է խորհրդանշում ծերուկը։ Խորհրդանիշ է, իհարկե բոլոր մշակույթներում ծեր մարդիկ խորհրդանշում են իմաստություն, գիտելիքի այս փորձի արդեն sense կուտակված pašար ունեն։ Այստեղ դե մոմա, դուխու սրվակը, այս նվեր եմ ստացել, սա Բեռնինա Էքսպրես գնացքում են նվիրել, հանրահայտ կարմիր գնացքն է, կարծում եմ այս գնացքից ինձ ամբողջ Instagram-ը ճանաչեց, որովհետև մոտ կես միլիոն դիտում ունեցավ այս
կարմիր գնացքի մասին ռիլը իմ ինստայում, որը գնում է Իտալիայից դեպի Շվեյցարիա եւ ամենագեղեցիկ այսպես շվեյցարական ալպերի տեսարաններով եւ այս հուշանվերը կոնկրետ նվիրել են հենց գնացքում։ Այստեղ ունենք էլի սրվակներ, դե սա կարծում եմ բոլորին հայտնի է, Կարմիր հրապարակ, Մոսկվա։ Չորացած վարդ։ Այո։ Բնականաբար իմ աչքից չէր վրիպել դա։ Այո, ես առհասարակ չեմ սիրում չորացած ծաղիկներ, բայց սա մենք կարևոր առիթ ենք նշում մարդու հետ եւ սա այն ծաղկեփնջից է, որն ինքն ինձ նվիրել է։ Այո։ Եվ այսպես իմ ձեռքը չի գնացել դեն նետել եւ որոշել եմ, որ մեկ հատիկ վարդ այդ օրվանից պետք է իմ տանը մնա։ Բայց կարծես թե դուք արդեն նրան վնասում եք։ Բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտվեց։ Այո։ Շարունակենք, հա, չգիտեմ, ուզում եք։ Ես մի հարց ունեմ ձեզ, մինչ այդ մանրամասներին դուք Գեղեցկուհի եւ հրեշի պատմության սիրահար եք, թե ոչ։ Մեծ սիրահար եմ, ասեմ ավելին, ես անցյալ տարի հանդիպել եմ այդ մուլտֆիլմի ռեժիսորի հետ Ռեանիմանիա փառատոնի շրջանակում։ Եվ հենց այդ կապակցությամբ է ձեր տանը գտնվում Միսիս Փոթսը եւ փոքրիկը։ Ես շատ եմ սիրում մուլտը, այո, եւ որոշ փոքրիկ այսպես հուշանվեր այդ մուլտից եւս։ Այստեղ մենք ունենք Փիղ Շրի Լանկայից, նվիրել են այնտեղի հյուրանոցներից մեկում։ Մենք ունենք Միկոնոսից, իդեպ սա մանկական երազանքներից է եղել, երբ ես դեռ ընդհանրապես չէի ճամփորդում։ Ես ինչ-որ կինոյի մեջ կամ գուցե հաղորդաշարի ժամանակ չեմ հիշում, ես տեսել եմ, որ նմանատիպ օրացույցներ կա, ոնց տեսնում եք, ես հիմա իրան նորմալ չեմ էլ այսպես դասավորել, նոյեմբերի 2-ն է դեռ, ու ես երազում եմ այսպեսի բան ունենալ, իսկ մեր մանկության ժամանակ շատ քիչ էին սիրուն իրերը Հայաստանում, մենք այսպես post-sovet երեխաներից ենք եղել, ու ես երազում եմ այսպիսի օրացույցի մասին, ու հենց Միկոնոսում առաջին անգամ ինձ հանդիպեց, ես առանց մի վայրկյան իսկ մտածելու վերցրեցի, ձեռք բերեցի իրան, փոքրիկ իրականացած երազանք։ Այստեղ հայտնի մոմա, որը ճամփորդություններից չի, այսպես հայտնի մոմ։ Տերենսի մոմերից է, պարֆյումերը հայտնի, իր պարֆյումի բույրով։ Այստեղ մենք ունենք իդեպ սա փշուր է եղել, կոչրել ենք։ Տեսեք, ճայքերը, սա Լիսաբոնից է, Պորտուգալիայից, կրկին իմ շատ սիրելի երկրներից մեկից է։ Այսքան ճամփորդությունների ընթացքում ո՞ր երկիրը ձեզ հատկապես գերեց, հմայեց եւ կրկին կանչում է իր գիրկը։ Գիտեք, այդ հարցը ինձ ամենաշատն են տալիս ու ես ամեն տարի երևի տարբեր պատասխաններ եմ տալիս։ Այս տարի։ Այո, այս տարի ես բացահայտել եմ Սաուդյան Արաբիան։ Ալուլան մասնավորապես եւ ես ուղղակի սիրահարվել եմ, ուզում եի տեսնել ինչ-որ բան ունեմ, բայց հիշեցի, որ մագնիս ունեմ։ Սիրահարվել եմ այդ երկրին, հատկապես top resort-ներ ունի, Ալուլան, Հաբիտասն այնտեղ գտնվում, Բանյան-Թրին ու Փակ եւ խիստ երկիր չէ Սաուդյան Արաբիան։ Արդեն բացվել է եւ Սաուդյան Արաբիայի արքայազները փորձում են մրցել Դուբայի հետ եւ քիչ-քիչ հանում են տարբեր արգելքներ, հատկապես զբոսաշրջիկների համար, եւ ինքը իր որակով, սպասարկման, սննդի եւ հյուրանոցների level-ով այս պահին կարծում եմ արդեն հասնում է Դուբային։ Հիմա օրինակ կնշեմ Սաուդյան Արաբիան։ Եթե անցյալ տարի հարցնեք, հաստատ նշել էի Մալտան։ Առհասարակ Մալտան շատ եմ սիրում, որովհետեւ Մալտայում ծանոթացել եմ իմ լավագույն ընկերներից մեկի հետ։ Ընկերացել ենք, իրար հետ ենք Բուխարեստ գնացել։ Այդ ճամփորդությունը այսպես միջմշակութային, միջազգային ընկերություններ է ստեղծում։ Լյուքսեմբուրգից է այդ աղջիկը։ Դրանից առաջ որ հարցնեք, հաստատ միշտ ասելու է Իտալիա, որովհետև տարիներ շարունակ ուր գնայի չգնայի, միշտ հետ էի գալիս Իտալիա։ Բոլոր ճամփորդություններից հետո մի հատ պիտի գնայի Իտալիա որևէ քաղաք։ Իտալիայում շատ եմ եղել ու շատ քաղաքներ, մոտ 20 քաղաքում երևի եղել եմ։ Ամերիկայում եմ եղել, բայց որ ասեմ, այդպես շատ սիրահարված, գլուխս կորցրած եւ ուշաթափված եմ, սուտ կլինի։ Սիրել եմ իհարկե շատ մեծ երկիր է եւ կա բազմազանություն ամեն ինչի։ Սա էլ Վեգասից է, իսկ սա այս խխունջը Ամերիկայի որ հատվածներում եք եղել Լոս Անջելեսում միայն։ Այո, Լոս Անջելեսում եմ եղել, Կալիֆոռնիա, եղել եմ Սան Ֆրանցիսկոյում, եղել եմ Նևադայում նաեւ, Լաս Վեգասում։ Հաջորդիվ կլինի Նյու Յորքը։ Այս խխունջը ես բերել եմ Սանտա Մոնիկա լողափից։ Ես ինքս եմ գտել այնտեղից բերել, իսկ այդտեղ մոմ եմ տեղադրել, այսպես դիզայներական լուծում եմ տվել, իր մեջ նույնիսկ ավազ կա։ Հիանալի։ Ֆլորա, խոսենք տան մասին, բնակարանի մասին։ Ինչպես հասկանում եմ, մենակ եք բնակվում այստեղ։ Այո, մենակ եմ բնակվում։ Եվ վերանորոգման աշխատանքները իրականացրել եք միայնակ։ Այո։
Ամբողջովին միայնակ։ Հաջողվեց ձեզ հեշտությամբ անցնել այդ փուլը։ Շատ դաժան էր, բայց ես ձեզ ասեմ, Ինչով էր դաժան հատկապես։ նրանով էր դաժան, որ լիքը բաներ կա, որ ուրիշ կերպ պետք է լիներ, ուրիշ բան ա եղել, ինչպես ստանդարտ բոլոր քեյսերում, բայց ես ձեզ ասեմ, մի հետաքրքիր պատմություն պատմեմ, ուրեմն ես գնում եմ այս բնակարանը ու կանչում ենք մարդկանց, որ պիտի վերանորոգեն, ընկերուհիս գտնում այդպիսի մասնագետներ եւ այլը, ասում են 1 ամսից կհանձնենք։ Բոլորը գիտեն, որ սա 100%-անոց սուտ է, քանի որ ոնց կարող է 1 ամսից տունը մենք պատերն ենք նույնիսկ քանդել, սարքել, լրիվ փոխել ենք պրոյեկտը։ Ասում են անհնար բան է, ես գնում եմ Պորտուգալիա, ասում եմ ես 2 շաբաթից գալիս եմ, եւս 2 շաբաթ մնում եմ ու դուք տունը ինձ տալիս եք։ Եթե դուք տունը չտվեցիք, դուք իմ վարձն եք տալու այդ օրերի, ես արդեն ընտանիքից առանձնացել էի։ Մի խոսքով բուրըն աշխատում են 1 ամիսը դառնում 1.5, այսպես կռվով դավով 1.5 ցանցնում են ու ես առաջին անգամ արդեն ապրում եմ ստանը, ընդամենը մի հատ ունեմ ներքնակ, այսպես հատակին փռած, ոչ մի բան չկա, մենակ ներքնակն է ու իմ մի քանի ճամպրուկներն են։ Գնում եմ առաջին անգամ խանութ, մեր ներքևի խանութը իմ փակվել է, հացի խանութ էր։ Իջնում եմ, մեկ էլ մի հատ պապիկ է գալիս, կնոջը, ցենց նայում են, ցենց խետ հայացքով, ասես ջան, դու մեր 6-րդ հարկի աղջիկն ես։ Ասում եմ, հա, բարև ձեզ, ցենց ընտածում եմ տղեկ այս մարդիկ երևի 5-ից 4-ից են, ինչ որ կամ 7-ից են, իս ճանաչում են արդեն։ Մենք ուղղակի ապշած ենք, այդ ինչ էի կարել, որ այդ արեստավորները գիշերն աշխատում էին, ցերեկն աշխատում էին։ Ու ես այդ մարդուն ասում երևի շատ են, էլի դղկշղ կարել, բան, ասենք նկատվել է, էլի ամբողջ շենքը երևի ինձ ատում է այս պահին։ Ասում եմ մենք ուղղակի ապշած ենք, մենք տենց բան, այդ արագություն մենք չենք, ես դեռ բողոքում եմ, որ կես ամիս ուշ են տվել, մենք նման արագություն չենք տեսել, վերջը հարցնում ասում եմ, վայ, կներեք, եթե նեղություն եք, չէ, նեղություն չես պատճառում, մենք դիմացի շենքից ենք։ Այդ մարդիկ պարզում են դիմացի շենքից, չգիտեմ, անզեն աչքով, թե հեռադիտակներով, այսպես ուսումնասիրել են տունը, նկատել են այդ ժամանակ ես չունեի վարակույր, ժողովուրդ։ Ես աշխատում եի տանը ապրեմ հիմնականում մթի մեջ, որին չտեսնեն, ու ես ինձ եկա ու ասի վերջ գնում եմ վարակույր առնելու, հաստատեն ինձ լավ ուսումնասիրում են, որ գիտեն նույնիսկ թե երբ են հանձնել տունը, այդ արդեն մի քիչ վախենալու է, այդպես, այնպես որ բավական լավ է փաստորեն անցել, ըստ այսպես ընդհանուր կարծիքի 1.5 ամսում տունը վերցնելը դա արդեն իդեալական է, բայց բավական ամբողջ դիզայնը ես եմ մտածել, չի աշխատել դիզայներ, ամբողջ ես եմ նայել գույները, կահույքը եւ այլն ամեն ինչը հետո արդեն ավելացրել եմ, մոտ մի 6 ամսվա ընթացքում ամբողջ տունը կահավորել եւ լցրել եմ։ Հենց այս դրական նոտայով էլ տեղափոխվում ենք գովազդի փուլ։ Շատ լավ։ Ֆլորա համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավալեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաև նորույթ, ապակետարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե։ Հապա։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Կեցեք, հրաշալի է, սիրով նվիրում ենք։ Մերսի։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ։ Ֆլորա, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալություն։ Մենք նույնպես շնորհակալ ենք, հիմա շարունակենք բնակարանային եւ անձնական բացահայտումները։ Խոհանոցի հատվածում ենք գտնվում։ Այո։ Ձեր դեմքից կարելի է ենթադրել, որ դուք ամաչում եմ այս հատվածում, ճիշտ է։ այնքան էլ պրոֆեսիոնալ չեք խոհանոցում, ճիշտ է։ Ուրեմն ես այստեղ լինում եմ միայն առավոտյան ասելով 10-11-ին, 12-ին, պատրաստում եմ նախաճաշ, գլազոնյաներ շատ տարբեր տեսակի, Հետո վերանորոգում եմ տունը։
Միայն գլազունյա եմ կարողանում պատրաստեմ, ու ուրիշ բաներ եւս կարողանում եմ, ժողովուրդ անկեղծ ասեմ, կարողանում եմ, բայց չեմ պատրաստում։ Քանի որ հիմնականում դրսում եմ սնվում, մաման է շատ համով բաներ սարքում ուղարկում ինձ միշտ։ Դրա համար ինչի համար ես ինձ տանջեմ։ Այս լույսը այս տան մեջ առաջի անգամ միացրեցիք, ու այն էլ դուք միացրեցիք։ Շնորհավորում եմ ձեզ։ ձեզ։ Որտեղ լույս ունի։ Այո, շատ հաճելի բաներ կան ձեր բնակարանում, հետո նկարահանումից հետո նաև կասենք դրանց մասին։ Չկաք խոհանոցում որպես արարող, կաք որպես սպառող, ճիշտ է։ Այո, նաև օգտագործում եմ այս սարքը, սմուզիներ եմ պատրաստում, շատ սիրում եմ տարբեր մրգային սմուզիներ, ու իհարկե թեյնիկս, քանի որ առավոտյանը լիքը ջուր եմ խմում։ Հասկանալի է։ Հիմա խոսենք գործունեության մասին, որովհետև բազմապրոֆիլ է ձեր գործունեությունը եւ դրան չանդրադառնալը մեղք կլինի, ինձ թվում է։ Ինչպես եք ընտրում այն մարդկանց, այսինքն թիրախը, ինչպես եք ընտրում եւ ձեր ամենահաջողված նախագիծը ըստ ձեզ, որը եղել է այս ամբողջ ընթացքում։ Ես չեմ ընտրում գործընկերներին, իրենք են ընտրում ինձ։ Այո, այսպեսի համեստություն անեմ ասեմ, ես իմ ծառայությունները հիմնական, այսինքն հաճախորդների սպասարկման տրեյնինգները եւ իմ մարքեթինգային ռազմավարական ծառայությունները երբեք չեմ գովազդել եւ հուսով եմ չեմ գովազդի։ Քանի որ գոյություն է սարաֆանային մարքեթինգ հասկացություն, երբ որ իմ հաճախորդները, որոնք հիմնականում ովքեր մեծ կորպորացիաներն են Հայաստանում գործող, կլինեն դա retail ցանցեր, հյուրանոցներ, ռեստորանային ցանցեր, հիմնականում երբ research են անում ու փնտրում են մասնագետ ով անում է հաճախորդների սպասարկման տրեյնինգներ, առաջինը գտնում են ինձ։ Եվ երբ որ գոհ են լինում, բնականաբար խորհուրդ են տալիս իրենց գործընկերներին կամ ինչ-որ կերպ այդ տրեյնինգը երևում է իրենց էջում, իմ էջում եւ այսպես գալիս է հաջորդ դասընթացը, այսպես ասած։ Այս մասով սա կապված մարքեթինգի հետ եւս որպես մասնագետ ինձ բոլորը շատ լավ ճանաչում են, որովհետեւ ինչպես արդեն ասացի, շուկայում ամենահին սկսող մարդկանցից մեկն եմ եղել։ Հիմա ես մարքեթինգի տեսանկյունից կոնկրետ ավելի շատ ռազմավարական ծանր ու դժվար գործերն եմ անում, շուկայի ուսումնասիրություն, պրոդուկտի ձևավորում, պրոդուկտի փեքեջինգ, մասնակցում եմ բրենդինգ փուլին։ Իմ ամբողջ կարիերայի ամենահետաքրքիր մարքեթինգային գործը ես վստահաբար կնշեմ դա Հայաստանի մարքեթինգն է եղել։ Ես աշխատել եմ տուրիզմի կոմիտեում, հենց Հայաստանի նոր բրենդինգի ժամանակաշրջանում դա արվել է մեր մարքեթինգի թիմի կողմից եւ այն բրենդինգ թիմի կողմից, որը հրավիրված է եղել։ Եվ վստահաբար սա հաստատ թոփն է եղել մասնագիտական այն իմաստով, պրոդուկտի իմաստով, քանի որ սա իմ շատ սիրելի երկիրն է, ինչքան է ճամփորդում հետ եմ գալիս եւ ինձ համար մեծ պատիվ է եղել ներկայացնել իմ երկիրը որպես պրոդուկտ, տուրիստական պրոդուկտ, ներգրավել զբոսաշրջիկների, ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև որպես ինվեստոր ու մնացած այլ նպատակներով, որ կան Հայաստան, տեսնեն ինչքան հետաքրքիր ու տարբեր, հա, այսպես դիվերսիֆիկացված առաջարկներով երկիր է սա։ Իսկ մինչև դա Հայաստանը մենք բոլորս գիտեինք որպես առաջին քրիստոնյա երկիր։ Մեր թիմը փորձեց հանել այս ոչ թե հանել ամբողջովին դիրքավորումը, այլ ավելի ավելացնել եւս մի քանի նոր դիրքավորում, որ այստեղ կան ակտիվ adventure tourism, այսինքն մենք ունենք տարբեր արկածային туриզմի պարապլան, մինչև իսկ diving եւ այլն։ Diving? Այո, մենք ունենք Սևանում diving։ Սա այս ուղղությամբ զարգացրեցինք։ Հաջորդը գաստրոնն է։ Մենք գիտենք, որ մենք շատ սիրում ենք լավ ուտել, լավ խմել եւ ինչի այս մասին աշխարհին չասել, որ մենք ունենք շատ համով խոհանոց։ Այս ուղղություններ, հաջորդը մշակութային ուղղություններ, ինչի մասին քիչ առաջ խոսեցինք, նույն բալետը, օպերան, դրա մեջ մտնում է նաև իվենթ туриզմը, ֆեստիվալային туриզմը, մենք այսօր ունենք շատ հայտնի փառատոններ, որոնք դառնում են հենց պատճառ, որ մարդիկ գան Հայաստան բացահայտեն ու հատկապես տվյալ փառատոնին մասնակցեն, եւ այսպես վստահաբար սա ամենահետաքրքիրն էր մարքեթինգ անել քո երկիրը։ Ես զբաղվում եմ կոնկրետ էքսպոներով, ներկայացնում եմ Հայաստանը դրսում, Բերլինի էքսպոյի ժամանակ, Լոնդոնի էքսպոյի ժամանակ, Մոսկվայի էքսպոյի ժամանակ, տուրիստական հսկայական մեծ էքսպոներ են, տարվա մեջ մեկ անգամ են իրականացվում, եւ դու որպես զբոսաշրջության կոմիտե գնում ես, տանում ես այսպես ասած քո երկիրը, քո տուրիստական ներկայացուցիչների հետ, ներկայացնում ես քո երկրից եկող առաջարկները, կան ինչ տեսնեն, կան ինչ անեն։ Եթե չեմ սխալվում, տարիներ առաջ շատ մեծ աղմուկ բարձրացրեց մի լոգո, որը շատ թանկ էր։ Այո, որը հələ ասեք։
կոնկրետ չեմ հիշի թե որ լոգոյի մասին է խոսքը, բայց Հայաստանը туриզմը եւ այդ ամենը խորհրդանշող լոգոն մեծ աղմուկ բարձրացրեց։ Ինչ եղավ այդ լոգոյի պատմությունը, թե դուք տեղեկ չեք։ Տեսեք, ասեմ, որ մեր բրենդինգը եւս շատ մեծ աղմուկ է բարձրացրել։ Ես չգիտեմ, արդյոք դուք դրա մասին եք ասում, թե ոչ, Armenia Hidden Track։ Հայաստան թաքնված ուղի, դա եղել է մոտ 3 տարի առաջ, չէ՞, դա չի։ Դրանից առաջ չեմ մասնակցել, տեղյակ չեմ, երևի նուրով լոգոյի մասին է խոսքը, բայց լոգոն, որը Հայաստանը ներկայացնում էր ամբողջ աշխարհին եւ շատ թանկ էր, 150 միլիոն դրամ։ Դավիթը ինձ հուշում է, որ $400,000։ Չգիտեմ այդ լոգոյի մասին։ Անցանք այս պատմությունը։ Այդ մեկը չգիտեմ, հա, բայց ձեզ ասեմ, որ այս նոր բրենդինգը եւս շատ հրերով եւ թրերով ընդունվեց։ Առհասարակ, տեսեք, միշտ մարքեթինգային, բրենդինգային գործունեությունը շատ դժվար է նախհասկացվում։ Ինչի այդ բանը այդպես արվում, ինչի ընտրվել դեղին գույնը, ինչու hidden track եւ ոչ թե օրինակ Հայաստան, չգիտեմ, ասենք, վանքերի երկիր։ Սլոգանի մասով, տառատեսակի մասով, գույնի ամեն ինչը առաջացրեց այսպես առաջինը հակադրվելու, չսիրելու ալիք, ինչը շատ նորմալ է իրականում։ Առհասարակ բրենդինգը միշտ ունի երկու կարևոր նպատակ։ Առաջինը, ամենակարևորը դա հիշվելն է, որպեսզի մարդիկ տեսնեն այդ լոգոն ու դա միշտ ասոցիացվի տվյալ երկրի հետ։ Ու երկրորդը դա ասոցիատիվ կապն է տվյալ երկրի հետ։ Այսինքն գույնը, նշանը, կլինի դա абստրակտ ինչ-որ նշան, թե կլինի դա կենթանի, կլինի քառակուսի եռանկյուն եւ այլն, պետք է ինչ-որ կերպ ասոցիացվի տվյալ պրոդուկտի հետ, մեր դեպքում երկրի հետ։ Եվ իհարկե մենք ունենք ամբողջ այդ պատճառը, հետևանքային կապը, թե ինչու է ընտրվել հենց այդ գույնը, մոտավորապես 6 ամսից ավել աշխատանք է տարվել բրենդինգ թիմի հետ, որով բավականին տաղանդավոր մարդկանցից ձևավորված թիմ էր հենց կոնկրետ բրենդինգն անելու համար։ Մի խոսքով, որ այսպես շատ չխորենանք, ուղղակի ում հետաքրքիր է կարող են ուղղակի գրել Հայաստանի Armenia New Branding, տեսնել բոլոր ինտերվյուները, նախ տեսնել բրենդի մանիֆեստը YouTube-ում, դա շատ գեղեցիկ է։ Եվ ինչքան խորենանք, այնքան ավելի գաղափար ենք ասում, ինչու է ընտրվել հենց այդ լոգոն կամ այդ սլոգանը։ Սա սրա հետ կապված բավականին նորաոճ է, հետո նաև երկիր բրենդավորելու ժամանակ պետք է հաշվի առնել առասարակ աշխարհում ինչ ժամանակակից բրենդինգ ձևեր կան, հա, երկիր ներկայացնելու, սա եւս ոնց որ տրենդի մեջ լինելու հարց եւս կա, այսպես ասած։ Ֆլորա, քանի որ մեր եթերաժամանակը ծայրահեղ սահմանափակ է, ես կխնդրեմ մի փոքր սահուն կերպով անցում կատարել։ Մեր հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած, չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը նույնպես այնտեղ տեղադրված կլինի կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, YouTube-յան, TikTok-յան, Telegram-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ մի փոքր մեր մասին եւ որոնք են այն համացանցային գործիքները, որոնք դուք օգտագործում եք ձեր պրոդուկտը առաջ տանելու համար։ Բնականաբար դրանք այն ցանցերն են, այն հարթակներն են, որոնց այսօր օգտվում են բոլորը, մարքեթինգ արդեն հնարավոր չի պատկերացնել առանց այդ ցանցերի, դա Instagram-ն է, Facebook-ն է, ինձ էլ ամենուր կարելի է հեշտությամբ գտնել Ֆլորա Աթոյան։ Այդ հարցով իմ բախտը բերել է, քանի որ իմ անուն ազգանունով միայն ես եմ սոց հարթակներում ամենուր։ Հիմա այստեղ գնաց նաև ձեր մասին։ Անպայման։ Մի փոքրիկ ինֆորմացիա։ Այո, վստահաբար կգտնեք եւ եկանք կարծես թե իմ շատ սիրելի հատված։ Եվ նշեք, որն է ձեր ամենասիրելի մագնիսը, որը ունի շատ կարևոր պատմություն ու սահում անցում անենք դեպի նաև արդեն գրականություն։ Այո, կնշեմ վստահաբար այս երկուսը, ու հատկապես սա, որ Մոդիլյանին գուցե այդքան շատ չճանաչեն կամ նրա սիրելի կնոջը, Ժաննային, բայց Վան Գոգին եւ նրա աստղազարդ երկինքը վստահ ճանաչում են բոլորը։ Սա Ամստերդամից է, Վան Գոգի թանգարանից է, իդեպ ամենասիրուն ինտերակտիվ թանգարաններից մեկն է, որտեղ թվային կերպով ներկայացվում է, թե Վան Գոգը ինչ կերպ է ստեղծել նկարները։ Այսինքն դուք էկրանների վրա տեսնում եք այդ մազոկների հաջորդականությունը, ոնց է պատկերը հավաքվել, իսկ այսօրվա ժամանակակից տեխնիկայի արկայության պարագայում հնարավոր է նկարից նույնիսկ դա իմանալ, թե որ շերտն է դրվել, հետո որն է եղել, արդյոք քանի որ Վան Գոգը ծայրահեղ աղքատության մեջ է ապրել, երբեմն նույն կտավը մի քանի նկարի համար օգտագործվել, ծածկվել է, հետո ուրիշ բան է նկարվել։ Մի խոսքով, մնացածը դե այն բոլոր երկրներից են, որտեղ ես եղել եմ, շատ սիրում եմ նաև Գեթի թանգարանը Լոս Անջելեսում, սա իդեպ այդ այրվելուց եւ
վերջին հրդեհներից ընդամենը օրեր առաջ եմ ես այնտեղ եղել, հասցրեցի այսպես ասած, Ձեր ամեն ինչ չի եղել, այո, ոչինչ չի եղել թանգարանին, մնացածը դե արդեն այդ 50-ից ավել երկրներ են, որտեղ ես եղել եմ, այն մարդկանց հետաքրքիր է վստահ եմ ինստայում կգտնեն այդ բոլոր երկրները։ Մագնիսների 50 երանգները թողնենք այդտեղ եւ անցնենք դեպի գրականություն։ Որ գրքերն են, որ ձեր առօրյան լցնում են, ձեր սիրելի գրականությունը, ձեր նախընտրելի հեղինակը, ժանրը։ Այստեղ շատ անպայման պիտի առանձնացնեմ Հոմերոսին, Ոդիսականը եւ պիտի առանձնացնեմ Կոնին եւ նրա հին Հունաստանի լեգենդները եւ միֆերը, ինչու որովհետեւ որպես արվեստաբան անհնար է հասկանալ արվեստը, այո, լեգենդներից առանձնացնել արվեստը, առհասարակ կրոնից, լեգենդներից, դիցաբանությունից։ Հաջորդ գիրքը, որ ես համ խորհուրդ կտամ կարդալ, համ շատ սիրում եմ, դա Հերման Հեսեի Հուլունքախաղն է։ Մարդկանց համար, ովքեր փնտրում են կյանքում հանգստություն, ներդաշնակություն եւ կատարելություն, ուրեմն Հեսեն իրանց հեղինակն է, հատկապես այս գիրքը, սրանից առաջ կարելի է նաեւ Սիդհարթան կարդալ, շատ լավն է։ Ռոմանտիկ, այսպես այն մարդիկ, ովքեր շատ ռոմանտիկ են եւ սիրում են նամակագրություն կարդալ, Վլադիմիր Սուլամիտան, այսպես թե այնպես, Վլադիմիր Նաբոկով, Վերային ուղված նամակները, կրկին հրաշքա ուղղակի Նաբոկովի գեղարվեստական լեզուն, ինձ թվում է ռուսաց լեզվի գլուխ գործոցներից է։ Այստեղ գտնում աշխարհի ամենաբարդ գիրքը, ովքեր ոչ բոլորն են կարողանում գտնել ուժ, որպեսզի կարդան, դա Ջեյմս Ջոյսի Ուլիսն է, սա իմ կյանքի կարդած ամենաբարդ գիրքն է, բայց մի գիրք, որտեղ դուք կարող եք այսպես էջերով մի ամբողջ գլուխ մի նախադասություն տեսնել ու նաև հորինված բառեր եւ այլն, Ջոյսը այսպես ֆորմայի վարպետ է եւ մոդեռնի գրականության ծանոթանալու համար վստահաբար Ուլիսը այսպես հաստատ խորհուրդ եմ տալիս եւ մի հատ էլ երևի մասնագիտական գիրք խորհուրդ տամ մարքետոլոգ ընկերներիս, PR-ով հետաքրքրվողներին, Ռոբերտ Չալդինի «Պսիխոլոգիա влияния», այս նույնպես բավականին հաջող գիրք է, չնայած իր փոքր ծավալների մեջ, բայց շատ օգտակար վստահ թե անձի բրենդով զբաղվողների, թե մարքետոլոգների համար։ Ես իմ բոլոր գրքերն եմ ճիշտ ասած սիրում, բայց այսպես որ մնանք շատ երկար կմնանք այստեղ։ Նաև տեսնում եմ պրոյեկտոր։ Այո։ Ես չգիտեմ պրոյեկտորի հայերեն որն է։ Ինչ եք ուսումնասիրում այս հրաշք սարքով։ Այո, պրոյեկտորը ես օգտագործում եմ ֆիլմեր նայելու համար, այստեղ տեսնում եք, ես ունեմ նաև տանը չկա հեռուստացույց, երբեք չի եղել եւ չի լինելու։ Չի լինելու։ Ոչ, չի լինելու, ես չեմ սիրում հեռուստացույց։ Ես այստեղ ունեմ էկրան, որը այսպես իջնում է ներքև եւ պրոյեկտորը տեղափոխվում է այնտեղ եւ ես նայում եմ ամենասիրելի ֆիլմերը սիրած ռեժիսորների։ Կնշեք 3 ֆիլմ, որոնք խորհուրդ եք տալիս դիտել մարդկանց, թե որպես մասնագիտական, թե որպես ժամանցային։ Okay, եկեք ժամանցայինից սկսենք։ Իմ ամենասիրելի ֆիլմը իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչի The Sheltering Sky։ Սա ամենագեղեցիկ ֆիլմերից մեկն է, մասնագիտական եւս շատ կօգնի, հատկապես content creator-ներին, այն մարդիկ, ովքեր բլոգ են վարում, նկարում են եւ այլն։ Էլի content creator-ների համար մի բան խորհուրդ տամ Վես Անդերսոն, շատերը ռիլերից իրան գիտեն, բայց կուզեմ ֆիլմը նայեն, Grand Hotel Budapest-ի մասին ֆիլմը։ Մասնագիտական ֆիլմերից Խվոստ վիլայետ Սաբակայ, ամենաուժեղ PR-ի ու մարքեթինգի մասին գրքերից է։ Գեղարվեստական, բայց մի բան էլ եմ ուզում խորհուրդ տալ, Վոնգ Կարվայ, Լյուբովնե Նաստրոյենիա։ Սա եւս ֆիլմի գեղագիտական այսպես հաջող ստանալու համար, էլի գեղեցկագույն ֆիլմերից մեկն է, առհասարակ ես սիրում եմ սիրուն ֆիլմեր նայել, դանդաղ հոսուն ֆիլմեր, որոնցից կարողանամ այսպես ինչ-որ կադրի գեղեցկություն վերցնեմ, ոչ միայն սյուժե, սցենար, ես ավելի շատ ֆիլմը նայում եմ կտավի պես։ Պարսկական մոտիվներ, պատին։ Այո, սա իմ նախավերջին, հունիսյան ճամփորդությունից է, մի քիչ ավելի շուտվա, Խոսրով եւ Շիրինի հայտնի պատմությունն է Պարսկաստանի, ես մանրանկարչության մեծ սիրահար եմ եւ պարսկական մանրանկարչությունը եւս իմ սրտին Թորոս Ռոսլին ինչու չկա ձեր։ Այո, ված չէր լինի որ լիներ, տեսեք Հայաստանում նման սյուվենիրներ մենք չունենք, իսկ Պարսկաստանը իր մանրանկարներն, սա արդեն որպես մարքետոլոգ եմ ձեզ ասում, ես շատ կուզեի Թորոս Ռոսլին այստեղ ունենայի, բայց չունեմ, որովհետեւ նույն մատենադարանում ես կուզեի լիներ խանութ, որտեղ մեր ամենահայտնի ավետարանների գործերը այսպես սիրուն արտան նկարված է, իհարկե սա օրիգինալ մանրանկար չի, այս ժամանակակից մանրանկար չի նկարած, ու էլի համարվում է օրիգինալ, որովհետև սա հենց այսպես խանութից է գնվել,
պապենական մանրանկարիչներ են հեղինակը կոնկրետ այս բանի, մանրանկարի։ Ես կուզեի, որ մեր մանրանկարները եւս այսպիսի կտավներ դառնային, եւ մենք ունենենք հատուկ խանութ, մի քանի հատ կա Իսվահանում նման խանութներ, ու ինչու ոչ, մենք էլ այդ նկարները մեր տանը ունենենք, մանրանկարի օրինակները։ Դե մյուսներն արդեն սալիկներ են, սրանք երկակի նշանակություն ունեն, այսպես որպես coaster են օգտագործում բաժակի տակ դնելու համար, հետո կախվում են որպես գեղեցկություն։ Ես ձուկ եմ, դրա համար ձուկներ պարտադիր կան, եւ այս նկարի մասին էլ մի բառով ասեմ, Գերմանիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, այն մարդկանց համար, ովքեր կորոշեն ճամփորդել Գերմանիա ու մտածում են Գերմանիան ձանձրալի երկիր է եւ այլն, ասեմ ձեզ, որ ամենասիրուն ամրոցների երկիրն է Գերմանիան, ամենահեքիաթային Christmas մարքետների երկիրն է, իդեպ իսկական սեզոնն է այցելելու համար, եւ սա Ռոտենբուրգ քաղաքն է, նկարը նկարել է անկերուհիս, ով ապրում է Գերմանիայում, քանի որ քաղաք միացնենք բացահայտել, նվիրել է որպես հուշ այս քաղաքից։ Դավիթը ընդամենը 1 ամսից կլինի Գերմանիայում, այնպես որ կարող եք ձեր խորհուրդները հենց հիմա ուղղել։ Իմացա, որ Մյունխեն եք գնում, Մյունխենը հեքիաթային է, բայց ավելի այսպես փոքր Քիփլիկ քաղաքի վայբի համար կան այսպես փոքրիկ քաղաքներ, որոնցից մեկը Ռոտենբուրգն է, մեկը Կոբլյանցն է, Մեմինգենն է, այսպես սիրուն քաղաքներ շատ կան։ Ֆլորա, ովքեր են այս գեղեցկուհին եւ գեղեցիկը։ Ծաղկամաններ են իրականում, բայց նայեք ես այստեղ ինչ եմ թաքցնում, ինչ խնդալու է։ Ինչ կլինի սա։ Չգիտեմ։ Սեղմիրան, հա, բնավ։ Սա ուրեմն մարզվելու համար է, ոտքերի վարժություններ անելու համար է։ Ճիշտ է հասկացել։ Այո։ Եվ սա ինչ կլինի։ Սա կլինի շունիկի համար նախատեսված ինչ-որ բան, բայց դուք չունեք շունիկ։ Այո, ես չունեմ կենդանիներ, ես ալերգիա ունեմ մազից կենդանիների։ Սա ոտնաթաթի վարժությունների համար է, այնպես որ այս տղամարդը Դավիթն է, նա հուշում է ինձ, որ ես պետք է մարզվեմ ամեն օր։ Դավիթը հուշում է։ Զբաղվում եմ ոչ միայն յոգայով, այլև տանը մարզվում եմ տարբեր այսպիսի բաներով։ Ինչ է դրված ձեր սեղանին եւ դեռ փաթեթավորված է, կարելի է բացանել, թե գաղտնիք է այդտեղ թաքնված։ Եկեք բացենք, ինչու գաղտնիք չէ, ես սա բերել եմ Բուխարեստից, իմ բերած միակ նվերն է ինքս ինձ։ Դուք ձեզ նվեր եք բերել։ Այո, պարտադիր։ Չկա մարդ, ով ձեզ նվերներ է տալիս Ես հաճախակի։ շատ եմ նվերներ ստանում։ Եթե նկատեք, մենք այստեղ ուղղակի որպեսզի գովազ չլինի, ունենք դեռևս չբացված տուփեր, իմ սենյակում եւս ունենք։ Իդեպ ձեր սենյակին դեռ չենք հասցրել անդրադառնալ, բայց շատ քիչ ժամանակ է մնացել, այնպես որ կխնդրեմ դա բացելուց հետո տեղափոխենք ձեր սենյակ, եթե դեմ չեք։ Ինչ են դրանք։ Ես նախատոնական ճամփորդությունների ժամանակ միշտ բերում եմ տարբեր երկրներից տոնածառի յուրահատուկ խաղալիքներ։ Այստեղ դուք տեսնում եք Բուխարեստից բերած խաղալիքներ։ Մի թեթև դեպի մանկություն է տեղափոխում աջ կողմում գտնվող խաղալիքը։ Եվ սա։ Հրաշալի, հեքիաթային։ Գնանք ձեր սենյակ, նինջասենյակ, Գնացինք դու։ որովհետև ամեն դեպքում նաև տունն ենք բացահայտում, բնակարանը։ Այո, սա իմ նինջասենյակն է, լույս պետք է վառել, թե ոչ։ Ցանկալի է, այո։ Մենք կվառենք, շնորհակալություն։ Շատ լավ։ Այնտեղ ինձ այդ ննջասենյակում ապրում է իմ Թեդին, որը 25 տարեկան է, այդպես ես նրանից չեմ հրաժարվում նայել ինձնից, բայց տեղ չկա, դրա համար այդպես խելոք մնացել է մի մութ անկյունում։ Զգեստապահարանները ասում են, որ աղջիկների համար միշտ լինում են քիչ։ Այո, դրա համար իմ եթե բացեմ ամբողջ բառնակությունը կլցվի մեր վրա դրա համար, քանի որ քիչ են, մենք չենք բացի։ Այստեղ էլի նկար ունենք ուսանողուհիներից մարքեթինգային կուրսի ուսանողուհիներից մեկն է ինձ նվիրել այս նկարը։ Այստեղ մենք ունենք այսպիսի հետաքրքիր Իդեպ ես չեմ սիրում վառ լույս, նկատեցիք տունը շատ վառ լուսավորված չի, այսպես փոքրիկ լույսիկ ունենք, գիշերը սա ենք միացնում։ Ֆլորա, ո՞րն է ձեր խորհուրդը բոլոր այն մարդկանց, ովքեր նոր են սկսում զբաղվել մարքեթինգով, ինչ խորհուրդ կտաք։ Փորձ, պարտադիր, Ինչպես կուտակել փորձ։ Գնալ intern, տարբեր ընկերություններ, թեկուզ մարքեթինգ մենեջեր օգնական աշխատել, փոքր պրոդուկտ վերցնել, զբաղվել սեփական անձի բրենդով, առաջին փորձը լավ կլինի, որ չլինի մեծ ընկերությունում, մեծ պրոդուկտների վրա, որտեղ հսկայական բյուջեներ են, եւ բնականաբար անփորձ մարդուն հնարավոր չի, հա, այդ բյուջեները ծախսելու հնարավորությունը ստանալ, ուստի պետք է սկսել ավելի փոքր պրոդուկտներից, սերվիսներից, assistant որպես աշխատել, internship անել, սեփական edge-ը կարելի է զարգացնել հենց մենակ հասկանալու համար ոնց են աշխատում ալգորիթմները, սա digital հարթակում, բայց մարքեթինգը իրականում շատ բազմաշերտ է եւ այն ինչ որ մենք այսօր հասկանում ենք մարքեթինգ ասելով, դա մարքեթինգի շատ փոքր մասն է։
Դրա համար պետք է նախ հասկանալ, որ ուղղությունն է մեզ դուր գալիս։ Ես նաև կուրսեր եմ անցկացնում հենց այդ մասին, որ մարդիկ հեշտությամբ հասկանան 1-2 ամսվա մեջ կոնկրետ մարքեթինգի որ ուղղությունն է ավելի լավ իրենց մոտ ստացվում։ Նոր եթե որոշում են գնան համալսարան, այդ 6 տարին չդառնա անմաս ծախսել, այլ գիտակցված, որ իմ ուժեղ կողմը կոնկրետ այս ուղղության համապատասխանում, ուստի կարելի է հենց այստեղ խորանալ ու այստեղ մասնագիտանալ։ Շնորհակալություն Ֆլորա հետաքրքիր զրույցի համար։ Մեր հաջորդ հանդիպումը կարծում եմ կլինի արդեն դրան դիմաց, երբ ձեզ կմաղթենք լավ օրվա շարունակություն։ Շատ լավ։ Ես եմ շնորհակալ, որ եկաք հյուր, շատ անսպասելի էր եւ հաճելի։ Բայց մենք զգուշացրել։ Այդ զգուշացման պահն էր էլի անսպասելի առաջարկի։ Շնորհակալություն։ Ֆլորա, շնորհակալություն իսկապես հետաքրքիր զրույցի համար, տարատեսակ բացահայտումների եւ ամենակարևորը մեկ շնչով հաղորդման համար։ Ես եմ շնորհակալ, ձեզ մաղթում եմ լավ օր։ Շնորհակալություն ձեզ նույնպես, հաջողություն։ Հաջողություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.